Զարմանալի է այն արդյունքը, որ կարելի է ստանալ այս մեթոդով։ Անկեղծ ասած, սա ամենաարդյունավետ եւ հետաքրքիր մեթոդներից մեկն է, որ երբևէ փորձել եմ։ Սա բարդ չէ, հատուկ նյութեր չի պահանջում եւ հիմնված է շատ པարզ բանի վրա, հնագույն մի մեթոդի, որի մասին շատերը չգիտեն, եւ այսօր ես քեզ քայլ առ քայլ կբացատրեմ։ Մարդկանց մեծ մասը կտրոններ է պատրաստում եւ բավարարվում է միայն մեկ բույսով։ Կտրում են մի ճյուղ, խրում հողի մեջ, սպասում են ու վերջ։ Բայց շատ քիչ մարդիկ են մտածում, արդյոք այդ նույն ճյուղը կարող է ավելին տալ, արդյոք այդ նույն փայտից կարելի է երկու բույս ստանալ մեկի փոխարեն։ Եվ պատասխանը այո է։ Եվ երբ հասկանում ես, թե ինչու է սա աշխատում, այլևս նույն ձևով չես բազմացնում բույսերը։ Այս մեթոդը պարզապես օդից չի հայտնվել։ Այն ներշնչված է այն ձևից, թե ինչպես էին առաջին անգլիացիները, ովքեր հասան Հյուսիսային Ամերիկա, բազմացնում մրգատու ծառերը։ Նրանք չունեին տնկարաններ, չունեին քիմիական հորմոններ, չունեին ձեռնարկներ, նրանք դիտում էին բնությունը, հասկանում էին, թե ինչպես է արձագանքում փայտը եւ վերահսկում էին խոնավությունը։ Այդտենց են ծնվել նման տեխնիկաները։ Եվ հիմա անցնենք գործընթացին, որովհետեւ հենց այստեղ է տարբերությունը ճիշտ անելու կամ ճյուղը կորցնելու միջև։ Իսկ ոչ ոք չի ուզում կորցնել ճյուղը։ Առաջին հերթին մենք կտրում ենք մի ճյուղ։ Եվ սա կարևոր է հստակեցնել հենց սկզբից։ Մենք օդային շերտավորում չենք անում։ Ճյուղը ամբողջությամբ կտրված է, այն դուրս է մայր բույսից։ Սա ճյուղի կտրոնը հենց առաջի րոպեից մեզ պետք է մոտ 55 սանտիմետր երկարությամբ կտրոն։ Այս դեպքում ես դա կանեմ թզենու վրա, որովհետև այն շատ երախտապարտ է, բայց այս մեթոդը հիանալի աշխատում է նաև ցիտրուսայինների, նռնենու, ձիթենու եւ մեծ մասամբ փայտոտ պտղատու ծառերի համար։ Հիմա վերցնում ենք ավանդական երկաթե նալ եւ սա շատ հստակ գործառույթ ունի։ Այս մասը կարևոր է։ Կտրոնը դնում ենք նալի վրա եւ կամաց ուղղորդում ենք այն։ Ծռում ենք մետաղալարով կամ կապիչներով, մինչեւ որ այն ստանա հենց այդ ձևը։ Փողնում ենք, որ վերևից յուրաքանչյուր կողմում դուրս գա մոտ 7, 8, 9 կամ նույնիսկ 10 սանտիմետր, դա կլինի օդային մասը։ Երբ կտրոնը արդեն փաթաթված է, ամրացված եւ ամրագրված նալին, հիմա գալիս է մեթոդի ամենակարևոր կետերից մեկը։ Հիմա կտրոնի ստորին հատվածում, հենց այն մասում, որը պետքա թաղվի նալի կողքին, պատրաստվում ենք երկու պատոհան անել, երկու մաքրուր կտրվածք։ Այդ երկու հատվածներում հանում ենք կեղևը, ամբողջությամբ հեռացնում ենք մակերեսային կենդանի փայտը եւ լավ քերում ենք կամբիումը, եթե այն կա, մինչեւ փայտը մաքուր մնա։ Իսկ ինչու սա անո։ Որպեսզի ստիպենք բույսին արձագանքել հենց այդտեղ, որպեսզի արմատները ճյուղավորվեն հենց այդ պատոհաններից, պատոհանները պատրաստելուց հետո անմիջապես վերքերի վրա կսում ենք ալոե վերա։ Ալոեն խթանում է արմատակալումը եւ օգնում է, որ փայտը ճիշտ ձևով սպիանա։ Այնուհետև վրան ցանում ենք աղացած դարչին, որը կգործի որպես բնական սնկասպան։ Հիմա փնտրում ենք լայն ծաղկաման, որտեղ նալը ազատ կտեղավորվի։ Տեղադրում ենք ամբողջ հավաքածուն եւ ամբողջությամբ փաղում ենք նալը եւ կտրոնը։ Դուրս ենք թողնում միայն վերին մասը, այն մի քանի սանտիմետրը, որը առաջ թողել էինք։ Նաեւ հողախառնուրդը պետքա լինի լավ, փխրուն, օդային, հող, որը լավ ջրահեռացում ունի եւ չի խտանում ջրելուց հետո։ Մենք չենք փնտրում հող, որը հարուստ է ուժեղ պարարտանյութով։ Մենք փնտրում ենք հող, որը կպահպանի ճիշտ խոնավությունը եւ թույլ կտա, որ արմատը շնչի։ Այստեղ շատերը սխալվում են առանց գիտակցելու, օգտագործում են շատ ծանր հող կամ չափից շատ են ջրում մտածելով, թե այդպես օգնում են, բայց արդյունքում պարզապես փչացնում են կտրոնը։ Եվ սա շատ կարևոր է ճիշտ հասկանալը։ Կտրոնը չի մահանում ջրի պակասից, այլ ավելցուկից։ Կտրոնը տնկելուց հետո ջրելը պետքա լինի նվազագույն։ Հողը պետքա լինի թեթևակի խոնավ, ոչ թաց, ոչ էլ ջրով լցված։ Եթե մատդ մտցնես հողի մեջ ու զգամ զովություն, դա արդեն բավական է։ Ավելի ոչինչ պետք չի արել։ Հիմա գալիս է մի կարևոր հատված, որը շատերը բաց են թողնում, իսկ հետո չեն հասկանում, թե ինչու են սունկեր առաջանում։ Մինչև տոպրակով փակելը եւ ջերմոցային էֆեկտ ստեղծելը, պետքա բնական սնգասպան կիրառենք։ Ոչ մի քիմիական, ոչ մի տարօրինակ բան, շատ հեշտ է պատրաստիմ։ 1 լիտր ջուր, մի պտղունց դարչին, լավ խառնում ենք եւ ֆիլտրում սուրճի ֆիլտրով կամ բարակ շորով։ Այդ լուծույթը լցնում ենք ցողիչի մեջ եւ ցողում կտրոնի ամբողջ վերին մասը։ Սա շատ կարևոր է, որովհետև մինի ջերմոցի ներսում խոնավությունը շատ բարձր է մնում, իսկ խոնավությունը առանց կանխարգելման սնկերի համար իդեալական միջավայր է։ Յուրաքանչյուր 2-3 օրը մեկ բացում ենք մի պահ, նորից ցողում եւ կրկին փակում։ Դա ընդհանրապես դժվար չէ եւ կանխում է խնդիրների 90%-ը։
Երբ ամբողջը բնական սնկասպանով ցողեցինք, ամբողջությամբ ծածկում ենք հավաքածուն պլաստիկ տոպրակով, կարող է լինել թափանցիկ կամ սպիտակ։ Կարևորն այն է, որ այն թույլ տա լույսի անցումը։ Տոպրակը պետք է ամբողջությամբ ծածկի կտրոնը, ներառյալ վերին մասը, եւ լավ փակենք, որպեսզի ստեղծվի ջերմոցային էֆեկտ։ Այս քայլը առանցքանին է։ Ինչու ենք սա անում։ Որովհետև կտրոնին շատ բարձր հարաբերական խոնավություն է պետք, որպեսզի չչորանա, մինչ արմատներ է ձևավորում։ Սա այն հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու շատ կտրոններ չեն հաջողվում։ Շատերը չեն օգտագործում սնկային կանխարգելիչ միջոց եւ չեն պահպանում համապատասխան խոնավությունը։ Եվ առանց այդ մշտական խոնավության կտրոնը չունի անհրաժեշտ պայմաններ արմատավորվելու համար։ Տոպրակը փակելուց հետո ծաղկամանը դնում ենք անուղղակի լույսի տակ գտնվող վայրում, երբեք ուղիղ արևի տակ։ Ուղիղ արևի լույսը չորացնում է կտրոնը եւ փչացնում ամբողջ նախորդ աշխատանքը։ Փնտրում ենք հանգիստ մի տեղ, որտեղ քամին շարունակաբար չի հարվածում։ Սա կարևոր է, որովհետև եթե տոպրակը շարունակ շարժվի, կարող է շփվել բողբոջների հետ, շարժել կտրոնը կամ թունացնել ամրացումները։ Նպատակը շատ պարզ է, կտրոնը պետք է լինի հնարավորինս անշարժ, մեղմ եւ կայուն լույսի տակ, առանց կտրուկ փոփոխությունների։ Այսպես բույսը էներգիա չի ծախսում ինքնապաշտպանության վրա եւ կարող է կենտրոնանալ այս պահին ամենակարևորի վրա արմատներ ձևավորելու։ Եթե շաբաթներ անցնում են եւ վերևում բողբոջներ չես տեսնում, մի անհանգստացիր։ Շատ հաճախ բույսը նախ աշխատում է ներքևում, նախ ապահովում է կյանքը, հետո նոր բողբոջում։ Այս տեսակի բազմացումները ավանդաբար միշտ արվում էին նվազող լուսնի ժամանակ։ Սա սնահավատություն չէ, այլ դիկարկում։ Նվազող լուսնի ժամանակ հյութը հակված է իջնելու եւ բույսը ավելի լավ է արձագանքում արմատում։ Ահա թե ինչու հին ժամանակներում, ինչպես նաև անգլիացիները, ովքեր օգտագործում էին այս տեխնիկաները, հարգում էին այդ պահը։ Շաբաթների ընթացքում կսկսենք նկատել, որ կտրոնը դարձել է ավելի ամուր, ավելի դիմացկուն։ Դա արդեն հստակ նշան է, որ ինչ որ բան տեղի է ունենում ներքևում հողում, եւ շատ դեպքերում նույնիսկ կսկսեն երևան փոքրիկ բողբոջներ։ Երբ արդեն նկատում ենք այդ դիմադրությունը կտրոնի մեջ, երբ անցել է մոտ 5-ից 6 շաբաթ, հասնում ենք ճշմարտության պահին։ Այդ պահին պետք է ստուգել արդյոք սա իսկապես աշխատել է թե ոչ։ Եվ այստեղ ոչ մի խորամանկություն չկա։ Պարզապես զգուշորեն շրջում ենք ծաղկամանը եւ ամբողջությամբ խանում կենդանի նալը, այսինքն կտրոնը նալիով միասին։ Եվ հենց այդ պահին է երևում ամբողջ աշխատանքը։ Հայտնվում է արմատների իսկապես զարմանալի քանակություն։ Առողջ, սպիտակ, ուժեղ արմատներ։ Տպավորիչ է, առանց կասկածի։ Բայց սա այստեղ չի ավարտվում, որովհետև այս մեթոդը, ինչպես սկզբից ասում էինք, ոչ միայն ծառայում է արմատակալման համար, այլ նաև կրկնապատկելու։ Շնորհիվ այն երկու պատուհանների, որ սկզբում արեցինք, հիմա կարող ենք մեզ թույլ տալ շքեղություն կտրել հենց կենտրոնից եւ ստանալ մեկի փոխարեն երկու անկախ բույս, նույն ժամանակում։ Միայն մեկ ճյուղից երկու պտղատու ծառ։ Չէ՞ որ այս ավանդական մեթոդը իսկական հրաշք չէ։ Պարզ, բնական եւ անչափ արդյունավետ։ Հիմա ասա, այս մեթոդը գիտեիր, թե առաջին անգամ ես տեսնում։ Եթե քեզ օգտակար էր, գրիր մեկնաբանությունում ու կիսվիր մեկի հետ, ով պտղատու ծառեր ունի, որպեսի այս գիտելիքը չկորչի։ Մեծ գրքախառնություն եւ մինչ հաջորդ տեսանյութը